Ողջույն։ Ինչպես ասում են, երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Քաղաքացիական պայմանագրի պարագայում սա քանիցս ապացուցվել է, թե պատերազմների ժամանակ, թե ընտրություններից առաջ։ Ընտրություններում բնականաբար բազմաթիվ խոստումներ կլսեք։ Հիմա հենց այդ շրջանն է։ Տարբեր ուժերի իրական կամ անիրատեսական ծրագրերին դեռ կանդրադառնանք, ընտրություններին օգնելով քաղաքացուն ճիշտ կողմնորոշվել։ Այսօր բացել եմ ՔՊԻ հեքիաթների ժողովածուն։ Իրենց նախընտրական ծրագիրը ուսումնասիրելիս ստացա տպավորություն, որ սրանք ծրագիրը գրել են այն համոզմամբ, որ ընտրողը չի կարդալու, մեկ է, չի վերլուծելու եւ չի համեմատելու։ 100 հատ խոստում են տվել։ Դրանցից մեկը հետևյալն է. աղքատության կրճատում 5%-ով։ 2018 թվականին Փաշինյանը խոստանում է աղքատությունը մինչև 2023 թվականը հաղթահարել, այսինքն վերացնել։ Այս խոստումը ձախողելով 7.5 տարի անց խոստանում է հիմա էլ աղքատությունը նվազեցնել 5%-ով։ Այս ընթացքում իհարկե հաղթահարել են աղքատությունը, բայց ՔՊԱ-կան պաշտոնյաների աղքատությունն են հաղթահարել։ Իրենք որ հաստատ հաղթահարել են։ Խոստացել է, որ պետք է դեռ 3 տարի առաջ վերացրած լիներ աղքատությունը։ Հիմա ասում է, ինձ ընտրեք, 5 տարում 5% կիջնի։ Այսինքն, եթե այսօր 700,000 մարդ է աղքատ, 2031 թվականին աղքատ կլինի 600,000 մարդ։ Տարիներ շարունակ աղքատության մեջ գտնվողը թող որոշի, եւս մեկ անգամ հավատալ, եթե այո, թող պատրաստ լինի նույն խոստումը լսել նաև 2031 թվականին։ Խոստանում է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Ընդամենը օրերս հրապարակվեց ջրանջատումների գրաֆիկը։ Պարզվեց, որ ամառվա սեզոնին պետք է 17-ժամյա ռեժիմով ջուր տան նրանց, ովքեր 24 ժամ ջուր ունեն։ Հիմա սրանք, որ ջրի մասին 1000 ու մի խոստում են տվել, ասում են մեզ ընտրեք, 5 տարի հետո 3 քաղաքում շուրջօրյա ջուր կլինի։ Իսկ Հայաստանում կա 900 քաղաք ու գյուղ։ Այս տեմպերով հաշվեք, թե քանի 100 տարի անց բոլորը կունենան շուրջօրյա ջրամատակարարում։ Մյուս զավեշտալի խոստումը վերաբերում է խաղային ոլորտին։ Նիկոլի օրոք ավելի քան երբևէ կազինոն քանդել է մարդկանց տունը։ Սրանք, որ գալիս էին իշխանության, խաղադրույքները 400 միլիարդ դրամ էր տարեկան։ Ձև թափեցին, թե պայքարում են դրած դեմ, հիմա տարեկան դարձել է 8 տրիլիոն դրամ։ Պետական պարտքի չափ։ Մեկ այլ խոստում է Արցախից տեղահանված 10,000 ընտանիքի բնակարանով ապահովումը։ Նիկոլ Փաշինյանը հանձնելով Արցախը 5,000 զոհ տալով նաև հասավ Արցախի հայաթափմանը։ 150,000 հոգի գաղթել են, շուրջ 30,000 ընտանիք։ Խոստանում է 5 տարի հետո 10,000-ին տուն տալ։ Խոստանում է առանց հաշվարկի ու առանց երաշխիքի։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ ասում է, որ 2-3 տարում հնարավոր է բոլորին ապահովել բնակարանով։ Ասում է դեռ աղետի գոտուց ունեմ այդ փորձը։ Նիկոլը ծրագրում գրել է 5 տարում 10,000 ընտանիքի բնակապահովման մասին։ Դուք մտածեք, արցախցիներ ջան, մարդ, որը ձեզ զրկել է տնից ու շարունակ մունաթ է եկել, բացի այդ ոչ մի խոստում չի կատարել, ձեզ տուն կտա։ Սա նաև խոստանում է սահմանամերձ եւ գյուղական բնակավայրերում 3000 նոր տուն կառուցել։ Հիշում եք, խոստացել են 2026 թվականին շահագործման հանձնել լրիվ նոր գյուղ։ Զրոյից թե բա գյուղ ենք կառուցում, բայց ոչ մի տան հիմք չեն փորել։ Շուրնուխում էլ 11 հատ տուն պետք է սարքեին 4 տարի տևեց ու միահարկ տների վրա աստղաբաշխական փողեր են ծախսել։ Հաջորդ երկու խոստումներն են. Տավարի մսի ինքնաբավության բարձրացում մինչև 93%, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում մինչև 89%։ Լրիվ հակառակն է լինելու։ Գյուղատնտեսները կարծում եմ կարձագանքեն սրան։ Ես միայն նշեմ, որ սրանց օրոք անասնագլխականակը պակասել է մինչև 80,000-ով։ Ու անհասկանալի է, թե ինչպես են մսի ինքնաբավությունը բարձրացնելու կամ կաթի ինքնաբավությունը։ 7 տարում պակասել է 80,000-ով, բայց հաջորդ 5 տարվա համար ոսկե սարեր են խոստանում գյուղացիներին։ Հեքիաթների հաջորդ էջում ՔՊ-ն խոստանում է ուշադրություն, 10 ջրամբար կառուցել։ Չեն ասում
այդ 10 ջրամբարը մտնում է այն 15 ջրամբարների ցանկի մեջ, որ խոստանում են կառուցել մինչև 2026 թվականը, բայց ոչ մեկը չեն կառուցել։ 15 ջրամբար խոստացել են չեն կառուցել, հիմա խոստանում են չկառուցել եւս 10-ը։ Այստեղ կա մի խոստում, որը եւս, ինչպես ջրամբարները, ձեզ վրա ժողովուրդ ջան ծախել են արդեն 5 ընտրություն։ 2 Երևանի քաղաքապետարանի ընտրություն, 2 արտահերթ համապետական ընտրություն եւ 1 հերթական համապետական ընտրություն։ Խոսքը մետրոյի Աջափնյակ կայարանի մասին է։ 7 տարի է դա են խոստանում։ Այն որ պետք է 2024 թվականից սկսեին կառուցել, հիմա խոստանում են 2033 թվականին։ Կարող ենք գրած գալ, որ եթե ԿՊ-ն մնա իշխանության, 2045 թվականի նախընտրական ծրագրում էլ կտեսնեք Աջափնյակի մետրոյի խոստումը։ Մի ուշագրավ խոստում էլ տիեզերական արբանյակներն են։ 22 թվականին էլ մի հատ Սպուտնիկ էին թռցրել։ Նախ գրեցին, որ պատուհաս է դարձել մյուս Սպուտնիկների համար մամուլ գրեց։ Հետո էլ պարզվեց միլիոնավոր դոլարների առերևույթ չարաշահումների կասկածներ կան, քրեական գործել կա հարուսված։ Եվ այս ոճով 100 խոստում։ ԿՊ-ն խոստումներ տալիս նաև թոշակառուներին, դպրոցականներին, զինվորներին, բոլորին, այնպես ինչպես 2018-ին էր տալիս, ու բոլորին հիասթափեցնում, ու վստահաբար այդ բոլոր խոստումները դարձյալ խաբելու համար են։ Մարդ, որ 8 տարի խաբել է, դժվար չէ հաջորդ 5 տարում բարոյականություն ձեռք բերի, մանավանդ որ ընդունակ չէ։ Որտեղ մարդկանց հարցնում ես Նիկոլի մասին, հիշում են չկատարած խոստումները, իրենց խաբվելը։ Նույն պատմությունը ժողովուրդ ջան կրկնվում է։ Հուսամ խաբվելու դեմ իմունիտետ են ձեռք բերել։ Կարճ ասած, սրանք ժողովրդին պարտք են ավելի քան 1000 խոստման կատարում։ Ինչպես ասում են, ստախոսի գլխավոր հույսը ժողովրդի կարճ հիշողությունն է։ Նրանք գրել են այս 100 կետանոց հեքիաթների ժողովածուն այն վստահությամբ, որ դուք մոռացել եք նախորդ հեքիաթների ողբերգական ավարտը։ Ասում են, ստախոսները օդում դղյակներ են կառուցում։ Նիկոլը բացառություն չէ։ Նա ժողովրդի համար 8 տարի շարունակ օդում անտեսանելի ջրամբարներ, մետրոներ է կառուցում, բայց իրականում թանկարժեք դղյակներ կառուցեց միայն իր թիմակիցների համար։ Սա պարզապես նախընտրական ծրագիր չէ ժողովուրդ ջան, սա ծաղր է մարդկանց բանականության նկատմամբ։ Ընտրությունը ձերն է, շարունակել հովանավորել նրանց դղյակաշինությունը, թե վերջապես փակել այս վտանգավոր հեքիաթների գիրքը։